Քանի որ մենք իրականում թափանցիկ ենք, ասեմ, մենք սենց աճ առողջապահության մեջ ոչ միտեղ չենք ունեցել։ Չեմպիոն ենք, բայց ես ուզում եմ հասկանամ, որ դուք, որ ասում եք 10% բանը, որ ավելացնում է, իրան պետք է պրեմիա տանք, գլխավոր բժիշկը։ Ես դեմ չեմ պրեմիային։ Ես շատ կողմ եմ, որպեսզի իրանք այդ 13 միլիարդը բերեն եւ մարդավարի տուն պահեն եւ աճ ու ձախ չգնան, հարկ վճարեն ու հանգիստ գիշերները քնեն։ Դրա համակարգը պետք է ստեղծել։ Հաջորդ Սյունիք մարզային այցի ժամանակ որակապես այլ պատկեր ենք տեսնում, որակապես այլ թվեր, որակապես այլ տիրապետում, համայնքապետերը տեղերում ակտիվացնում են իրան ժողովրդին, ավականին հրավիրում են, այդ թեմաները քննարկում են, բյուջեն վերանայում են, համապատասխան դրույթները դնում են, որ տարածքները սենց պետք է անես, այս սենց պետք է անես, նենց չէ, որ ամեն մեկ իր զաբորի ոնց ուզենա ներքի։ Կա կանոն այդ համայնքում, այս կանոնով ալնելու։ Այդ որ ասում եմ, անընդհատ ասում եմ այդ օրինակը։ Նյու Յորքում, Վաշինգտոնում տենց է։ Սեփական տան դիմացը ձուն մաքրելը, թե չէ, իր խնդիրն է։ Բայց եթե չի մաքրում, իրան տեղական իշխանությունը, անկախ նրանից ինքը ՑՌՈ-ից է, կոնգրեսից է, բիզնեսմեն է, տուժ ու տուգանք է դնում։ Դուք ձեր ռեսուրսները հաշվի առնելով, այս մարդը մեկա չէ, սենց տենես դուս է գալու իր տան դիմացի ձունը մաքրի։ Այս որ գումարեք ձեր սեփական ռեսուրսները, փողերը, բյուջեն, բիզնեսի հնարավորությունը, իր խանութի լավ ու վատ ելնելը, որակ եք փոխելու։ 3 ամսվա մեջ չեք ճանաչելու ձեր համայնքը։ Եթե ունեք բանաձևը 1.1 միլիոն դրամ, այդ ինչա որ դուք միած Սյունիքը չեմպիոնսկի չսարքեք, մարզպետի մոտից դուրս չգաք, ասեք, լսի, Քաջարյանը այնքան միլիարդներ ունի, այդ 1.1 տուր երջանկացնենք, ու դուք կլնես չեմպիոն գյուղատնտեսությամբ, ու մենք վաղը սաղ կգանք Սյունիքում սովորենք, ու կասենք, մեր Սյունիքը մեր Իսրայելն է գյուղատնտեսության։ Արեք, հետո ստեղը կուրսեր արեք, սաղ տեղերից գանք սովորենք Սյունիքում ոնց է կարելի մի տարվա մեջ որակապես սելխոզ մեխանիզացիան փոխել։ Դրա համար պետք է հուպ տալ։ Եթե դուք կարողանաք ձեր ներքին ճանապարհները ալտերնատիվ այդ ոչ ստանդարտ, տակի տեղի եկած հումքից, սպეციფიკայից ելնելով կարողանաք լուծեք, միջավայրը համայնքի փոխվելու է։ Հիմա մենք բոլորս ոչ ստանդարտ ճանապարհներով լուծումներ պետք է տանք։ Ես ինչ եմ ասում, օրինակ իմ պապական գյուղում մենք տենց ենք արել։ Էլի գետի քարերով էր, հետո ասֆալտը հաշվել ենք, հետո բերել ենք կուբիկը շարել ենք։ Հիմա կուբիկը որ դուս է գալի, էլ ոչ էլ մասնագետ ես կանխում։ Գյուղացին գալիս այդ կուբիկը բարձրացնում է, տեղը դնում է, տրամպով կենանում պրծնում գնում է։ Կարող է քար մշակող կա շեբեն ունի։ Այդ շեբենից կարող է դնեն։ Կարող է այդ շեբենը պահանջի 3 տարի մեկ չէ, ֆրանսիական շատոները լիքը տեղ կա շեբենով է։ Կարանք ասենք կլիման իրանց մի քիչ ավելի խոնավ է, սա այն է։ Պարոն վարչապետ, ձեր ասած խճով ավազով Շիրակի մարզում արդեն 129 կիլոմետր խոշորացված համայնքները ճանապարհ են հարթեցրել։ Պայմանավորվում ենք սենց։ Համայնքի ղեկավարները շատ ստեղծագործական առումով մոտենում են այս թեմային, լավ։ Ձեր ֆոնդային բյուջեները նայում եք։ Գալիս եք ասում եք, լսի, 20 միլիոն ունեմ, 10 միլիոն էլ 10 անելու եմ պրծնեմ։ Հանելու եմ 10 միլիոնը տամ։ Օրինակ եմ ասում։ Որ ասեմ, վсё, մոռանում ենք, վան, այն ցուցակի մեջ էլ այս բնակավայրը իր ներքին ցանցը ջնջի մի հատ։